Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ հենց ծրագրի սկզբում ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է։ Հիմնական ու կարևոր երկու խնդիր ենք մենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը որպես կանոն մենք ավելի շատ ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Կարող է մղել ձեզ ինչ-որ հետաքրքիր ու մեծ բացահայտումներ անել։ Այսօր գիտեք մի քիչ ավելի տարբեր է ու ինձ համար իրականում շատ հաճելի է, որովհետև մենք մի քանի խնդիր կարող ենք զուգահեռ լուծել։ Խնդիրներ կան, որոնց մասին որպես կանոն չենք խոսում, որոնք մեզ թվում է, որ անլուծելի են, սա մեր մարդկային տեսակի, բնավորության, ճակատագրի հետ է կապված, այնինչ երջանիկ լինելու համար միշտ կա մեծ հնարավորություն, ու ամենակարևորը առաջին հստակ որոշումն է։ Ես ուզում եմ լինել երջանիկ։ Ուշադիր, այսօր ընդամենը շատ կարճ մի քանի րոպե հետո մենք առիթ կունենանք խոսել մասնագետի հետ, ով հնարավորություն կտա ոչ միայն իր ներսում եղած մեծ դրական էներգիայով, այլև իր մասնագիտությամբ այնպես անել, որպեսզի հասկանաք, որ ճանապարհով է պետք գնալ, որպեսզի մեծ խնդիրները ձեզ համար դառնան տեսանելի, լուծելի, հնարավոր իսկապես գտնել արմատը եւ կարողանալ դրանք ուղղակի որպես խոչընդոտ, փոքր, բայց խոչընդոտ հեռացնել ձեր ճանապարհից։ Հոգեբանության մասին մենք շատ ենք խոսում, մենք գիտենք, որ մեր բոլորի ներսում ու շուրջը կատարվող շատ երևույթների բացատրությունը հենց այս գիտության մեջ է պետք գտնել։ Թվային հոգեբանությունը ժամանակներն առաջ են գնում ու թվային հոգեբանությունը նոր մի ոլորտ է, որը մեզ համար ըստ ամենայնի գուցե բացահայտված չէ կամ նոր է բացահայտվում։ Այս առումով հնարավոր է շատ ավելի հեշտ հասկանալով թվերի լեզվով բացել ըստ էության ճակատագիրը ու գտնել այն խնդիրը, որը քեզ խանգարում է վայելել ուղակի կյանքը։ Սիրով ուզում եմ նաև ձեր անունից Elroom-ում ողջունել թվային հոգեբան, դասավանդող Աննա Էկնոսյանին։ Աննա, ինձ համար շատ հաճելի է ձեզ տեսնել, առիթ ունեցել եմ փոքրիկ այդ հոլովակներում տեսնել եւ ուղակի հիացել եմ ձեզանով, որովհետեւ կանացիությունը, ինչպես ասում են, եւ ներսում եւ դրսում։ Այս համադրությունը հրաշալի է։ Շնորհակալություն։ Ես գիտեք, կարծում եմ, որ մենք անընդհատ փորձում ենք ինչ-որ բան կյանքում, ինչ-որ ելքեր գտնել, ինչ-որ իրավիճակներ գտնել, որտեղ ավելի երջանիկ կլինենք։ Ըստ էության դուք շատ անկեղծ նշում եք, որ այդպիսի իրավիճակում դուք եք եղել, երբ թվացել է, որ իրականում ամեն ինչ այնքան էլ հարթ չի, երբ թվացել է, որ հանձնվելու ժամանակն է ու գտել եք ելքը։ Այո, ինչպես բոլորի կյանքում, իմ կյանքում էլ եղավ մի պահ, ունեի ընտանիք, ունեի իմ երազած բնակարանը արդեն դժվարությամբ ձեռք բերած, ունեի բալիկներ, ունեի ամեն ինչ, բայց ինչ որ մի բան իմ մեջ դատարկություն էր, չէի հասկանում ինչն է պատճառը, ունեմ ամեն ինչ, բայց արդյունքում ոնց որ չունեմ ոչինչ, ինչ արեցի, որոշեցի օգտվել մի թվագետի ծառայություններից, որին հետևում էի մոտավորապես 1 տարի։ Երբ որ իր հետ զրուցեցի, ես իմ բոլոր հարցի պատասխանները իր միջոցով ստացա։ Չնայած ես իրեն հարց չէի տվել, ինքը իմ թվերով նկարագրել էր ինձ եւ իմ դրականը եւ բացասականը եւ իմ կյանքի սխալները, որ հնարավոր է անեմ եւ ունեմ այնտեղ ճակատագրական սխալ, ու ես հասկացա, որ այն ինչ որ ես մտածում էի, որ ճիշտ եմ անում, փաստորեն սխալ էր։ Ծնողներս աշխատելով խիտ գրաֆիկով, միշտ մայրիկս բուժ աշխատող էր, գիշերները չէր գալիս տուն, մի խոսքով ես որոշել եմ, երբ որ ամուսնանամ, ես չեմ աշխատելու, ինձ նվիրելու եմ իմ ընտանիքին։ Փաստորեն այդ ծայրահեղությունն էլ արդեն վնաս էր ինձ, այսինքն ոչ մի ծայրահեղություն չի կարելի կյանքում լինի, ոչ միայն աշխատանքին տրվես, ոչ միայն ընտանիքին տրվես, ու ես հասկացա, որ ես պետքա ռեալիզացվեմ, ես ունեմ մեծ բալիկներ արդեն, իրենք մեծ են, ես արդեն իմ ժամանակն է արարելու, ու քանի որ ես գտա իմ հարցի պատասխանները եւ դուրս եկա դեպրեսիոն իրավիճակից, 38 տարեկանում եմ սկսել, 38 տարեկանում նոր մասնագիտություն սովորել, 0-ից ոտքի կանգնել, կայանալ, մի քիչ ավելի դժվար է, քան ավելի երիտասարդ տարիքում, քան որ կլինեի ուսանող, քան որ դեռ ամուսնացած չէի լինի, իհարկե ամուսնացած կնոջ համար, երեխաներ ունեցող կնոջ համար շատ ավելի դժվար է արագ առաջ գնալը։
բայց ամեն դեպքում այդ ամենը չխանգարեց, ընտանիքս էլ աջակցեց ինձ եւ ես գտնվում եմ այստեղ իմ երազանքների մասնագիտությունում, օգնում եմ մարդկանց, ամբողջ կյանքի ընթացքում եմ իրականում սիրել օգնել, իմ տեսակից ելնելով, բայց հիմա արդեն մասնագիտական էլ արդեն ավելի ճիշտ եմ ուղղորդում մարդկանց։ Շատ անգամ առիթներ ունեցել էի, բայց ես երբեք չեմ լսել, որ մասնագետը այսքան անկեղծ, բաց տեքստով ու հասկանալի անմիջապես ներկայացնի իրավիճակը ու կարծես շատ հետևորդների ուղղակի ասի, որ ամեն ինչ արժևում է, երբեք ուշ չէ իսկապես կյանքը փոխելու համար։ Դուք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն եք ավարտել, ձեր առաջին մասնագիտությամբ շուկայագետ եք, չեք աշխատել, փաստորեն արդեն հասկացանք, թե ինչու չեք աշխատել։ Այո, նվիրել եմ ինձ բալիկներին, զուտ այդ պատճառով։ Հետո որոշեցի հաշվապահություն սովորել, գնացի, ավարտեցի, բայց հետո հասկացա, որ հաշվապահությունների մեջ չի։ Իսկ հիմա արդեն թվերով եմ հասկանում, որ ուղղակի ինձ փակ տարածքում գտնվել չի կարելի։ Ես պետքա լինեմ ազատության մեջ, պետքա այդ on-line տիրույթում աշխատեմ կամ գրաֆիկ չունենամ ընդհանրապես ինձ վրա գրաֆիկ դնել չի կարելի։ Ես կխեղդվեմ ու չեմ աշխատի։ Դրա համար ես ընտրել եմ այնպիսի մասնագիտություն, որ ոչ երեխաներս են տուժում, ընտանիքս չի տուժում, արդյունքում եւ գումար եմ աշխատում, եւ էլ վայելում եմ, զբաղվում եմ ինձ սիրած գործով, որը շատերի երազանքն է այսօր։ Այո, իսկապես շատերի երազանքն է։ Հայաստանում շատ տարածված չի աննաթվային հոգեբանությունը, բայց ես գիտեմ, որ հետաքրքրությունը բավական մեծ է։ Մենք քիչ մասնագետներ ունենք այստեղ Հայաստանում եւ հիմնականում դեռ մենք անհրաժեշտություն ունենք պատկերացնելու, տեսնելու այդ ուժը։ Դուք նաև հետաքրքիր միջոցառումներ եք կազմակերպում ձեր էջում, իսկապես ինձ համար շատ հետաքրքիր էր տպավորությունը, որ հատուկ ու մեծ դիզայներական ընկերություններ են աշխատում, որպեսզի ձեր այդ գեղեցիկ միջոցառումները, որպես թվային հոգեբան ձեր միջոցառումները ձևավորեն։ Ընդհանրապես րոպեներ առաջ ես իմացա, որ այս ամեն ինչի հեղինակը դուք եք։ Իրականում 5 տարի աշխատել եմ դիզայներ, բայց քանի որ դա ֆիզիկական ծանր աշխատանք էր ինձ համար եւ ընտանիքի հետ համատեղելը շատ դժվար էր, ես թողեցի այդ աշխատանքը, չնայած որ ունեի արդեն հաճախորդների հոծ բազմություն եւ շատ հետաքրքիր ու տարբերվող ճաշակ։ Այո, ամեն անգամ ավելի է կատարելագործում ու ամեն անգամ գումար վերցնելուց, որ ինձ համար գումարը արդեն արժեք չուներ, քանի որ ես վայելում էի այդ ընթացքը, ստեղծագործում էի ու ցանկանում էի այնպիսի մասնագիտություն ունենալ, որպեսզի կարողանամ այդ բոլոր շնորհքներս համատեղեմ։ Եվ թվային հոգեբանությունը սովորելով որոշեցի կազմակերպել միջոցառում կանանց նվիրված, որպեսզի եւ մեր հայ կանանց հանեմ կենցաղային հոգսերից, օգնեմ իրենք էլ ոտքի կանգնեն, ինչպես ես եմ կանգնել։ Դրա հետ միասին կազմակերպում եմ նաեւ հյուրասիրություն, կազմակերպում եմ նաեւ գեղեցիկ ձևավորում եմ, որպեսզի եկողին հաճելի լինի, էսթետիկ լինի։ Ես ինքս էլ փորձում եմ համապատասխանեմ իմ դիզայնին։ Շատ համեստ եմ, փորձում եմ համապատասխանել իմ դիզայնին եւ այդպես մոտիվացնում եմ կանանց, առաջել եմ մոտիվացրել կանանց, բայց հիմա արդեն մասնագիտությունից ելնելով արդեն բոլորը իմ մեջ ոնց որ փրկություն են փնտրում։ Իրականում ես առաջ չգիտեի, որ իմ ձայնը գեղեցիկ է։ Ես հոլովակներից հետո բոլորը գրում են ինձ ու անծանոթ մարդիկ, այնքան հաճելի անծանոթ կանայք գրում են, գիտեք, չէ, դուք ամեն օր խոսեք, էլի մենք հանգստանում ենք ձեր հոլովակները դիտելիս։ Ասում են կյանքում պատահականություններ չեն լինում, լինում են ինչ որ իրավիճակներ, երբ դու տպավորություն է, որ ինքդ ուղակի մեկ խնդիր ես ուզում լուծել, հետո հասկանում ես, որ դու մի տեղում ես, որտեղ ոչ միայն քո կյանքը, այլև շատ շատերի կյանքը կարող ես փոխել։ Ունեք այդ զգացողությունը, որ պատահաբար չեք հայտնվել այս ոլորտում։ Դե ինձ համար սա Աստծո ձեռքի գործն է։ Ես հայտնվել էի այնպիսի մի իրավիճակում, որ ոնց որ Աստված գցի քեզ այդ իրավիճակում, որ դու այդ իրավիճակից ելք գտնելով դու գտնես քեզ։ Ես կորցրել էի ինձ, քանի որ մեր ժամանակներում մեր ծնողներն էին մեր փոխարենը որոշում։ Հիմա ես բոլոր ծնողներին կոչ եմ անում լսել իրենց երեխաներին, որովհետև ես ինքս հիմա այս ամենը օգտագործում եմ իմ ընտանիքում։ Եթե ես իմ ընտանիքում չօգտագործեմ, ես ոչ ոքի չեմ կարող օգնել։ Ես իմ երեխաներին միասին ընտրում ենք իրենց համար մասնագիտություն ու առաջ ենք շարժվում առանց իրենց կամքին դեմ գնալու։ Իհարկե սկզբից դա չի եղել, ոչ ամուսինս էր հավատում, ոչ երեխաներս էին հավատում, բայց ժամանակի ընթացքում արդեն հասկացան, որ դա գուշակության հետ ընդհանրապես կապ չունի, Աստծուն դեմ չէ, քանի որ ամեն ինչ մեջ ինչ գրված է Աստվածաշնչից ելնելով է։ Այո, բացի դրանից գիտություն է։ Այո, ինքը գիտություն է հենց։ Ու ոչ ոք չի հասկանում ոնց
կարող է այդպես բռնի։ Ծննդյան օր, ամիս եւ տարի, ասում են օրինակ կեսարյան հատումներ են անում։ Իրենք որոշել են օրը, բայց ասում եմ միշտ չի, որ կեսարյան հատման որոշված օրը երեխան ծնվում է։ Երեխան մեկ-մեկ ծնվում է վաղաժամ, ավելի շուտ, քանի որ դա իր օրը չի։ Բան է լինում, որ օրը փոխվում է, շատ բայց արդեն ամիսը տարին դա էլ է որոշիչ դեր խաղում։ Ու շատ է եղել, հաշվարկել եմ, տեսել եմ երեխան որ օրն էր ծնվի կամ ծնվելու է մամայի թվերով կամ ծնվելու է պապայի թվերով։ Ես Աննա ձեր թույլտվությամբ ուզում եմ մի քիչ բնականաբար մեր հետևորդները երևի հիմա ուզում են շտապում են հասկանալ որ խնդիրներով պետք է դիմել երկու կուրս անցնելուց հետո այսինքն թվագիտության դուք որոշեցիք որ կարող եք նաև մարդկանց օգնել սա ինչ որտեղ ձեր առաքելությունն է եւ հիմա արդեն կարճ ժամանակ անց երևի 2 տարի հա 2 տարվա ընթացքում ունեք մեծ բանակ հաճախորդների ովքեր գիտեք երբ ասում են փոխվել դուք կարող եք զգալ իրենց հոգեբանորեն, իրենց ճակատագիրը, կյանքի ճանապարհը, մտածողությունը, բայց նկատելի է շատ դեպքերում, չնայած այդ մասին բնականաբար այն ուղղությունն է, որ շատ չի խոսում, բայց մարդիկ կան, որ նույնիսկ արտակնապես են փոխվել։ Մարդիկ սկսել են ընդունել իրենց եւ իրենց արտաքինը, այո, դա ամենակարևորն է։ Ես ինքս էլ այս ամենը սովորելով, ես սկսեցի ընդունել ինձ, սիրել ինձ, իմ ձայնը, իմ արտաքինը, քանի որ երբ որ դու սկսում ես փոփոխություններ անել արտաքինիդ վրա, դա նշանակում է, որ դու քեզ չես սիրում ու չես ընդունում, բայց մեկ է փոխելով դա սերը չի ավելանում։ Դրանք հոգեբանական խնդիրներ են, որ պետքա ներսից լուծվի։ Իսկ երբ կինը լիարժեք բավարարված է, ռեալիզացված է, ինքը ներսից ճառագում է այդ գեղեցկությունը, միշտ որ գալիս են ասում են գիտես, ուզում եմ քիթս վիրահատեմ, ասում եմ սպասեք, կգաք անձի վերլուծության, հետո կորոշեք։ Երբ որ իրենք լծվում են, իրենք դրա կարիք այլևս չեն ունենում։ Ես անձի վերլուծություն անում եմ 17 տարեկանից բարձր երեխաներ, այսինքն երեխա չեն, արդեն չափահասների, քանի որ ծրագիրն աշխատում է 17 տարեկանից հետո։ Մինչև 17 տարեկանը հաշվում ենք մանկական մատրիցան, այդպես ասեմ, էլի, այսինքն ինչ խմբակներ պետք է տան կամ առողջական ինչ խնդիրներ կարող է ունենալ երեխան, քանի որ մինչև 17 տարեկան երեխաները գտնվում են ծնողների հուզական դաշտում, իրենց առողջությունը կախված է ծնողներից, այսինքն ծնողներն են պատասխանատվություն կրում երեխայի առողջության համար, իսկ արդեն 18 տարեկանից հետո երեխան ինքնուրույն է կրում իր կյանքի պատասխանատվությունը եւ իր ճանապարհը, բայց այդ տարիքի երեխաներ, չափահասներ սովորաբար չեն ունենում անձի վերլուծության, ավելի մեծ տարիքում, 50 տարեկան, 45 տարեկան, 40 տարեկան, որոնք որ կորցրել են իրենց, շատ ժամանակ չունեն, փորձում են արդեն թվագիտության միջոցով ելք գտնեն։ Իհարկե գտնում են այդ ելքը ու բոլորը, ովքեր ինձ մոտից դուրս են գալիս, միշտ ամուր գրկում են ինձ, միշտ ասում են, գիտեք, չէ, ձեզանից հետո ուզում ենք գնանք ու աշխարհը գրավենք։ Դա շատ լավ ձևակերպում է իսկապես, անընդհատ ինձ հետ կապի մեջ են, գիտեք, սա եմ արել, նա եմ արել, նա եմ արել, ես էլ ուրախանում եմ։ Այո, այսինքն ինչ զգացողություն պիտի ունենալ, որ հենց այս պահին այս հեռախոսահամարը տեսնում են, վերցնեն ու զանգեն, Աննա։ Ինձ դիմորդների 99%-ը հիմնականում դիմում են կարիքից ելնելով։ Միայն 1%-ն է դիմում, երբ որ իրեն շատ է հետաքրքրում։ Դիմում են տարբեր խնդիրներից ելնելով, սկսած մասնագիտության ընտրությունից, առողջության խնդիրների պատճառով, որոշները բալիկ չեն կարողանում ունենալ, չեն կարողանում ամուսնանալ կամ հարաբերությունների մեջ մի բան այն չէ, տարբեր խնդիրներով։ Այսինքն նաև միջանձնային հարաբերությունները կարգավորում, իսկ ինչ վերաբերում է երեխաների, այսինքն երբ խնդիր ունեն երեխա չունենալու։ Այո, հատուկ թվերի կանայք կան ծնված, որ որոշ դասեր եթե չեն անցնում, իրենք բալիկ ունենալու խնդիր են ունենում, կամ ունենում են ծանր հղիություն, ծննդաբերություն, կամ պարզապես չեն կարողանում հղիանալ։ Եվ այդպես հարցի պատասխանները բոլորը կա ծննդյան օրվա, ամսվա եւ տարվա մեջ։ Այո, ամեն ինչ կա մեջը։ Շատ լավ, իսկ ես գիտեմ, որ նշեցիք, որ ամուսնության, նաեւ հարաբերությունների հետ խնդիրներ, ֆինանսական խնդիրներ։ Հիմնականում ինձ դիմում են ամուսնացած զույգերը, չամուսնացածների տոկոսը ավելի քիչ է կազմում ու բոլորի բողոքը հիմնականում նույնն է։ Հետո տեսնում եմ, որ ընտանիքում ճիշտ չեն բաշխված դերերը, այսինքն կինը կնոջ դերում չէ, տղամարդը տղամարդու դերում չէ։ Եվ միշտ ինձ հարցնում են մինչև դիմելը, արդյոք մենք համատեղելի ենք, թե ոչ։
Ես ասում եմ, իհարկե համատեղելի եք, չկան անհամատեղելի զույգեր, կան զույգեր ուղղակի ապրում են իրենց բացասական հատկանիշներով, իրենց կյանքում չեն գտնում, չեն ռեալիզացվում, ունեն հոգեբանական շատ խնդիրներ, դրանով հանդերձ չեն կարողանում կառուցել ներդաշնակ ընտանիք։ Եվ սկսում եմ օգնել, իհարկե կնոջ հետ եմ աշխատում, ես տղամարդու հետ չեմ աշխատում, բայց մենակ արդեն կնոջն էլ օգնելով, արդեն ընտանիքը բերում եմ հավասարության, այսպես ասեմ, այո, հավասարակշռությունը պահում եմ։ Նույնիսկ օգնում եմ կանանց, իրենց բացատրելով իրենց ամուսինների դրական եւ բացասական հատկանիշները, որպեսզի նախ ընդունեն իրենց ամուսիններին, այնպիսին, ինչպիսին որ կա, քանի որ եթե մարդը ծնվել է այդ թվին, ուրեմն նա կրում է այդ թվի բոլոր էներգիաները։ Եթե ինչ-որ բան կնոջը դուր չի գալիս, դա չի նշանակում, որ տղամարդը վատն է։ Դա նշանակում է, որ ինքը չի ընդունում իր ամուսնուն, դրանով հանդերձ նա ինքը չի ընդունում իրեն եւ իր ընտրությունը։ Ցանկացած հարցի կարելի է այլ կողմից նայել, քանի որ մեր հայ հասարակությունը շատ կոմպլեքսավորված է, շատ կարծրատիպերի մեջ են, դրա համար միշտ նայում են մի կողմից ու միշտ նայում են ավելի բացասական։ Ես երբ որ սկսում եմ հարցնել իրենց, թվարկել իրենց ամուսինների դրական հատկանիշները, իրենք հասկանում են, որ հրաշալի ամուսին ունեն։ Ես վերջերս զույգերի համատեղելիություն թեմայով միջոցառում էի կազմակերպել եւ դրանից հետո մի քանի հոգի գնացել էին տուն եւ շնորհակալություն էին հայտնել իրենց ամուսիններին, որ այդքան լավն են։ Այսինքն իրենք հասկացել էին, որ կան ավելի վատ տարբերակներ, մեկ-մեկ էլ պետք է համեմատության կարգով համեմատել ամուսիններին, որպեսզի հասկանաս, որ քոնը ամենալավն է։ Եվ ի վերջո, եթե դու աշխատում ես քո վրա, աշխատում ես քո ընտանիքի վրա, քո ընտանիքը դառնում է կատարյալ։ Շատ դեպքերում նշեցիք, որ միշտ ավելի դժվար վիճակներում օգնության կարիք ունեցող մարդիկ են դիմում ձեզ։ Այս մարդիկ շատ հաճախ այսպես պատրաստ չեն, հա, բաց լսեն, աշխատեն իրենց վրա։ Ինչպես եք կարողանում այդ առաջին անգամ, որպեսզի ստիպեք իրենք նախ եւ առաջ հայացքը դեպի ներս գցեն, իրենց նայեն։ Իրականում ոչ ոքի չեմ ստիպում, ընդհանրապես եւ հոգեբանի եւ թվային հոգեբանի աշխատանքը այսպեսին է, մենք 50% տալիս ենք, իրենք 50-ը վերցնում են եւ մենք պատասխանատու չենք հետագայում իրենց արածի կամ չարածի համար։ Մենք ամեն ինչ տալիս ենք, մնում է իրանց ընդհանրապես ցանկությունը վերցնել ու օգտագործել։ Շատ հեշտ աշխատում եմ ավելի երիտասարդների հետ, ինչքան երիտասարդ են, այնքան ավելի հեշտ են իրանց կյանքը ապրում թվային հոգեբանությունից ելնելով։ Այո։ Փաստորեն հիմա դասընթաց եք դուք նախաձեռնում, շուտով պիտի լինի։ Ինչ ուղղությամբ, ինչ դասընթաց պիտի լինի, ովքեր պիտի լինեն, այսինքն ովքեր են շահառուները։ Դասընթացին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, կապ չունի, տարիքային սահմանափակում չկա, մասնագիտական սահմանափակում չկա։ Դասընթացը շատ փոքրիկ դասընթաց է, դա իմ համար ստարտ է, քանի որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն մեկնարկելու է ավելի խորը թվային հոգեբանության դասընթաց, սա նաև փորձ է ինձ համար դասավանդելու եւ նաև դիմացիներին ցույց տալու, որ սա դեռ փոքրիկ մի 1%-ն է կազմում այն գիտության, որը դուք հետո ուսումնասիրելու եք։ Դասընթացը կոչվում է տարվա ծրագրեր։ Բացի այն, որ պետք է մենք ապրենք մեր դրական հատկանիշներով, որպեսզի լինենք այլ ավելի երջանիկ եւ ինքնաբավ, պետք է իմանանք նաև ամեն տարվա ծրագիրը։ Եթե տեսնում եմ, որ մարդը ճիշտ է ապրում, ինքը եթե ունենա այլ անգամ բացասական տարվա ծրագիր, դա իր վրա ոչ մի ձև չի անդրադառնում։ Ինձ որ միշտ ասում են չես վախենում, ասում եմ ես էլ ընդհանրապես չեմ վախենում ոչ մի բանից։ Երևի ամենակարևոր շարժառիթը ինչի համար ես դասընթացներին ես վստահ եմ, որ տեղեկացված ամբողջական տեղեկատվություն ունենալու դեպքում շատ շատերը կմասնակցեն, ամենակարևոր նախադասությունը այս պահին արդեն Աննան նշեց, ես այլևս ոչ մի բանից չեմ վախենում, երբ դու կարողանում ես, երբ դու ճանաչում ես ինքդ քեզ, ճանաչում ես քո շրջապատող աշխարհը, այս դեպքում իսկապես հեշտ է ավելի պլանավորած, ծրագրված ապրել եւ հեշտ է չվախենալ։ Սրա հնարավորությունը սիրելի հետևորդներ ունեք դուք թվային հոգեբան, նաեւ թվային հոգեբանություն, որ շուտով կդասավանդի, նաեւ դասավանդող Աննա Էկնոսյանի հետ ենք խոսում Elroom-ում, հրաշալի հնարավորություն է իսկապես կյանքում ուղղակի կարդալ, հա, թվային հոգեբանի շնորհիվ ուսումնասիրել, հետազոտել ինքդ քեզ ու հասկանալ, որ քայլերը պիտի անել, որ քայլերի հաջորդականությունն է, որ քեզ կտանի դեպի իսկապես ներդաշնակություն։ Աննա, նաև ձեր թույլտվությամբ մենք խոսեցինք հարաբերությունների մասին, բայց ես գիտեմ, որ շատ են այս 2 տարվա ընթացքում շատ են դիմել ձեզ հենց իրենց ֆինանսական վիճակը կարգի բերելու եւ ես գիտեմ, որ լուրջ արդյունքներ ունենք։
Այո, հիմնականում իմ ռիլերը, հոլովակները, որ գցում եմ, եթե ֆինանսական ռիլեր եմ գցում, ամենամեծ դիտումներն են հավաքում, որովհետև բոլորը դրա կարիքն ունեն։ Ամեն ինչից զատ առաջին հերթին ֆինանսներն են։ Ու երբ որ ինձ դիմում են, երբ որ ֆինանս չունեն, ունեն լավ աշխատանք, բայց բավականաչափ չեն վաստակում, հետո տեսնում են, որ դա իրենց աշխատանքը չէ։ Կան լիդեր թվով մարդիկ, ովքեր որ չպետք է աշխատեն ինչ-որ մեկի ձեռքի տակ, եւ դրանով հանդերձ իրենք չեն կարողանում վաստակել, քանի որ իրենց դուր չի գալիս ենթարկվել դիմացինին, իրենք պետք է ղեկավարեն, բայց քանի որ փոքրուց սխալ դաստիարակության արդյունքում իրենց շատ են ճնշել, իրենք չեն էլ կարողանում ընդունել, որ իրենք լիդեր են, առաջատար են, որ իրենք կարող են ինչ-որ գործ նախաձեռնել կամ սեփական գործ ունենալ կամ պաշտոնյա լինել, քանի որ լիդերները բոլորը նաև պաշտոնյաներ են զբաղեցնում են առաջին դեպքում իրենք իրենց չեն տեսնում։ Չեն տեսնում, քանի որ փոքրուց այդպես են իրենց դասերակել, իրենց խոսքը հաշվի չեն առել, հիմնականում դրանից է գալիս։ Իսկ հիմա արդեն մի քիչ ուրիշ է, երբ որ տեսնում եմ արդեն փոքրիկների, հենց լիդերների, տեսնում եմ, որ ծնողները շատ հաշվի են նստում երեխաների կարծիքների հետ։ Ես էլ ինքս էլ փոքրուց իմ երեխաների կարծիքը հաշվի եմ առել, անկախ նրանից, որ ես այս մասնագիտությունը դեռ չգիտեի, բայց տեսնում էի, որ իրենք ինձանից խելացի են, ավելի ճիշտ որոշումներ են կայացնում, ասում էի ինչու՞ չէ, որ թող իրենք իրենց ճանապարհով գնան, ես հաստատ չեմ ճնշի, քանի որ ճնշումը երբեք լավ բանի չի բերում։ Եվ նաև շատ եզակի հետաքրքիր երևի բնավորության գիծուն է, Կաննա, դուք միշտ, ես այդպես եմ հասկանում, դուք սիրում եք նկատել են սխալները, գուցե բացերը, որ մինչ այս պահը արել եք եւ դրանց մասին հանգիստ խոսել։ Հա, ես ոչ մի բանից չեմ ամաչում։ Ամբողջ գաղտնիքը թաքնված է հենց իմ անկեղծության մեջ։ Ես ամաչելու ոչինչ չունեմ, իմ կյանքը բոլորի կյանքի նման է։ Ես գիտեմ, որ տանն էլ այն նշեցիք, որ չեմ սիրում այդպես շատ պարտադրված, երկար ժամանակով դրսի աշխատանք, սիրում եմ ճիշտ բալանսավորել, բալանսավորված լինի ուշադրությունը, աշխատանք, ընտանիք, երեխաներ։ Քանի որ ինքս շատ ինքնուրույն մարդ եմ, օգնություն խնդրել չեմ սիրում։ Սիրում եմ իմ տան ամեն ինչը, մաքրությունը կլինի, ճաշը կլինի, ամեն ինչը ես եմ պատրաստում եւ հետևում եմ երեխաներին, իրենց դասերին եւ փորձում եմ ամեն ոլորտում փորձում եմ կատարյալ լինել։ Ինչպես է հնարավոր դա հասցնել։ Դուք երկու հրաշքների մայր եք, ձեր դուստրը 13 տարեկան է, որդին արդեն 17 փաստորեն։ Դե արդեն մեծ են իրենք, արդեն ինձ այդքան դժվար չի, առաջ էր ավելի դժվար, բայց ամեն դեպքում փորձում եմ ամեն ինչը տեղին պահել, սիրում եմ թխվածքներ պատրաստել, ճաշատեսակներ պատրաստել, սիրում եմ հյուրեր ընդունել, հյուրերին էլ երբ որ ընդունում եմ, ամեն ինչ մատուցում եմ ձևավորված, որ մեկ-մեկ ասում են, այսպես մի ձևավորի, որ կարողանանք օգտվել։ Ամեն ինչ անում եմ սիրով։ Դա իմ համար ամեն օրվա գործ չէ, ես ինչ որ անում եմ ժամանակ առ ժամանակ, ասենք թխվածք ամեն օր չեմ թխում, բայց երբ որ թխում եմ, անում եմ դա շատ մեծ սիրով։ Եվ ցանկացած աշխատանք, ինչ որ անում եմ շատ մեծ սիրով։ Հրաշալի է, բայց ինչպես երբ է հնարավոր ժամանակ գտնել այ արտաքինի խնամքի համար, չնայած անկեղծ ասեմ, որ բնությունը շատ շռայլ է գտնվել, բայց ամեն դեպքում այդ խնամքը կանացի, կարծում եմ, սա էլ է ժամանակ խլում։ Փոքրուց սիրել եմ դիմահարդարվել, ունեմ նաև դրա ձեռքի շնորհքը, ինքս եմ միշտ ամեն ինչ անում հնարավորության դեպքում ու երբ որ ես չունեմ տրամադրություն, ես ուղղակի տանից դուրս չեմ գալիս, ես չեմ հարդարվում, ոչինչ չեմ անում, հանգստանում եմ մեկ օր, հետո հարդարված արդեն դուրս եմ գալի, քանի որ գիտեմ շատ կանայք մոտիվացվում են ինձանից ու շատերի հետ շփվելով սկսել են իրենք էլ հարդարվել, իրենք էլ ավելի գեղեցիկ ու վառ հագնվել, դրա համար որպես մոտիվացիոն աղբյուր փորձում եմ միշտ ինձ այդ մակարդակում պահել, ունենալ այդ տրամադրությունը, ժպիտը, որպեսզի կարողանան մարդիկ լիցքավորվել ինձանից։ Նաև հետաքրքիր նախնական զրույցի ժամանակ ձևակերպում տվեցիք, երբ այս ամեն ինչ միշտ հասցնել, նշեցիք, որ սա այդ գերազանցիկի սինդրոմ ասվածը, բայց ես չգիտեմ, թույլ տվեք չհամաձայնել, որովհետև դուք սրա հետ գերազանցիկի սինդրոմ ունեցող մարդիկ այս աստիճանի անկեղծ չեն լինում, դուք կարողացել եք այս երկուսը համատեղել։ Դե գերազանցիկի սինդրոմը իրականում շատ է վնասում, երբ որ ուզում ես հանգստանալ, դրա փոխարեն ուրիշ բանով ես զբաղված։ Ես միշտ հասանելի եմ բոլորի համար, ամեն հարցով միշտ բոլորի կողքին կանգնած եմ, առաջել է այդպես եղել, դե հիմա առավել եւս։ Բայց այո, առաջ էլ է այդպես եղել, դուք կանխեցիք իմ հարցը, դուք բնավորությամբ եք այդպես սիրում եք, եթե կարող եք ինչ որ մեկ մարդու կողքին լինել ու աջակցել։
Միայն այնտեղ թվերի մեջ կա արա ամեն ինչ, ծառայի մարդկանց, բայց ոչ քեզ զոհաբերելով։ Դա ամենակարևոր կետն էր իմ կյանքում, որ ես հասկացա, որ պետք է ինչ-որ պարագաներում ընտրես քեզ, սիրես քեզ, իսկ դա ռեալիզացումն է, դա խնամքն է, դա հանգիստն է։ Երբ եք հասցնում հանգստանալ կամ ինչ-որ ձեր սիրելի գործերով զբաղվել, այն գործերով, որը ձեզ էներգիա է տալիս, գուցե ճանապարհորդել։ Ես ամեն ինչ պլանավորված է իմ մոտ, քանի որ շատ դիսցիպլինայով մարդ եմ ինքս իմ տեսակով, երբեք ոչ մի տեղից չեմ ուշանում, ամեն ինչ ինձ մոտ ժամային գրաֆիկով դրված է, անգամ հեռախոսի մեջ ամեն ինչ գրանցված է, գրված է, որպեսզի ոչ մի բանը չտուժի։ Ու այդպես էլ ապրում եմ տարիներով ու շատ լավ ստացվում է, ես շատ գոհ եմ։ Դուք կարծես իսկապես Աննա այնքան մեծ մոտիվացիա այսօր հաղորդեցիք, մեր ժամանակը չնայած սպառվել է, բայց ես անընդհատ ուզում եմ նոր ինչ-որ բան, որովհետև կարծում եմ, որ կանայք ինչ-որ բան իրենց կյանքում հենց այսօր ձեր խոսքից հետո որոշեցին փոխել։ Իհարկե լավագույն տարբերակը այս հեռախոսահամարով զանգահարելն է, լավագույն տարբերակը դասընթացների մասնակցելը կամ ուղակի հանդիպում երևի ունենալը, որպեսզի դուք սեփական ձեր օրինակով հասկանաք ուղակի ինչ պետք է անել մեկ հանդիպում կամ մեկ հանդիպումը բավարար է, մեկ հանդիպումը բավարար է, որպեսզի ավարտին հասկանաք ինչ քայլեր պետք է անել եւ ինչպես շատ ճշգրիտ նշեց Աննա Էկնոսյանը, որ ձեր մոտից դուրս գալուց շատ լսում է իր այցելուներից, որ ձեզ տեսնելուց հետո տպավորություն է, որ պատրաստ ենք իսկապես նվաճել աշխարհը։ Սա ամենամեծ, ամենաերանելի զգացողությունն է երևի։ Աննա, ինչ խորհուրդ կտաք կանանց, ովքեր հիմա գիտեք, որ մոտիվացիայի պակասը շատ է, ինչ որ մտածում են, որ չեն կարողանում ինչ-որ մի բան անել, այսինքն այդ ինքնակազմակերպումը, որպեսզի երկրորդ քայլը լինի արդեն այս հեռախոսահամարով զանգահարելը, ինչից խորհուրդ կտաք սկսել։ Այսօր կա արդեն նոր մասնագիտություն, իհարկե նոր չէ, դա վաղուց գիտություն է, բայց քանի որ ես ինքս նոր եմ ուսումնասիրում, ինձ համար սա նորություն է։ Թվային հոգեբանությունը օգնում է մեր կանանց ճանաչել իրենց, սիրել իրենց, ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին որ կան։ Մնում է ընդհանրապես ցանկություն դա վերցնել ու օգտագործել։ Ամեն ինչ տրվում է թվային հոգեբանության միջոցով ու դա միայն ծննդյան օրվա, ամսվա եւ տարվա միջոցով։ Ոչ մի այլ բան, միայն այդ թվերով կարող ենք հասկանալ կինը ինչ առաքելություն ունի, ինչպես անել, որ կինը ել ավելի երջանիկ լինի։ Ես ուզում եմ, որպեսզի այս ասպարեզում շատ շատերին հնարավորություն ունենաք դուք օգնելու, որովհետեւ ըստ էության դուք օգնում եք, որպեսզի մարդը գտնի ներդաշնակություն ինքն իր եսի հետ եւ կարողանա երջանիկ լինել, ճանաչի ուղղակի միջավայրը, որտեղ ինքը երջանիկ է, որտեղ ինքն անելիք ունի։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր ինձ։ Փոխադարձ։ Սիրելի հետևորդներ, իրականում ես միշտ նշում եմ, որ մենք անընդհատ փորձում ենք, մենք կարող ենք շատ բաներ մեր շուրջը նայել, շատ ինչ-որ կետերի նայել, հասկանալ, որ ինչ-որ բան տարիներ առաջ պետք էր մի քիչ ուրիշ կերպ անել, կամ գուցե ինչ-որ բան մեր մասնագիտության տեսակի, չգիտեմ, շրջապատի, ընտանիքի հետ կապված պետք էր ուրիշ կետից սկսել եւ սա դարձնել մեզ համար ծանր ինչ-որ մի բեռ, որով ապրում ես քո ամբողջ կյանքը։ Այնինչ աշխարհում իսկապես ուրախանալու, լուսավորը տեսնելու շատ մեծ առիթներ կան։ Եվ եթե այս պահին դուք ինչ-որ կանգ եք առել, տեսնում եք ձեր շուրջը դռներ, բայց դուք չգիտեք այդ դռներից որն է, որ տանում է դեպի երկար ու լուսավոր ճանապարհ, այ հենց այս դեպքում է, որ այսօրվա մեր զրույցը եւ այս հեռախոսահամարը շատ պրոֆեսիոնալ մասնագետի խորհրդատվությունը ձեզ անհրաժեշտ պիտի լինի։ Թվային հոգեբանությունը աշխարհում շատ վաղուց արդեն ընդունված եւ կարծես այսպես սովորական մարդիկ սրանով ապրում են, դա ուղակի բանալի է, բանաձև է երջանիկ լինելու համար։ Մեզ մոտ շատ ընդունված չի, բայց կարծում եմ, որ այսպիսի պրոֆեսիոնալների մոտ մեկ այցելություն, այսինքն հետազոտություն, որպեսզի հասկանաս ինչից է պետք սկսել, կլինի այն ուժեղ, այն հիմնական ու կարևոր, հրող ուժը, որը ձեզ կուղղորդի դեպի իսկապես երջանկություն։ Երևի դժվար, երկար ու մեծ բառեր ասելու կարիք չկա։ Իսկապես լուսավոր ճանապարհ գնալու համար շատ հաճախ մեզ պետք է ուղակի փոքրիկ մի այսպես հրում, բացվում է մի դուռ ու դու հասկանում ես, որ ախր դու հենց սա էիր ուզում, ախր դու հենց այսպիսի կյանք էիր ուզում, ուղակի դու հայտնվել էիր բոլորովին ուրիշ դռան առջև։ Մենք այսօր զրուցում ենք թվային հոգեբան դասավանդող Աննա Էկնոսյանի հետ։ Շատ անկեղծ
ու պրոֆեսիոնալ մասնագետը հնարավորություն է տալիս իրականում բոլորին այսօր իրենց մեջ այդ ներդաշնակությունը գտնել։ Երբ ես ասում եմ պետք է հասկանալ, որ խնդիրը լուծելու համար ուր պետք է դիմել, այս տեղեկատվությունը շատ կարևոր է, իրականում այդպես է, բայց այսօր ինչպես ասում են, ամեն ինչ մի քիչ այլ է, որովհետև ուղղակի մենք տրամադրում ենք տեղեկատվություն, ինչպես փոքր խնդիրները ուղղակի ձեր վրայից, ձեր ուսերից գցել ու երջանիկ ապրել։ Ուզում ես երջանիկ ապրել, պետք է կարողանաս գործել։ Դժվար բաներ չի պահանջվում, ուղղակի պիտի հասկանաս որն է քո տեղը։ Այսօրվա մեր զրույցի ավարտին, այսօրվա մեր հյուրը պրոֆեսիոնալ մասնագետը եւ այս հեռախոսահամարը օգնելու է, որպեսզի գտնեք ճիշտ տեղը, ուրեմն նաեւ երջանիկ դառնալու ճանապարհը։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։